Երեք շաբաթ շարունակ Երևանի հայ արտկենտրոնում կգործի Fearless Hope շրջանակելով ժամանակը խորագրով հայ-գերմանական արվեստի փառատոնը, որն անցկացվում է Ֆրայբուրգի համալսարանի Մարինա Ցվետաևա կենտրոնի եւ հայ արտի համագործակցությամբ։ Ֆրայբուրգից ժամանած 47 հոգանոց պատվիրակությունը ներկայացնում է գերմանական մշակույթի ամենատարբեր ոլորտները՝ կերպարվեստ, կինո, թատրոն, երաժշտություն։ Ֆրայբուրգի տարբեր կառույցների հետ մեր մշակութային կապերն արդեն երկար տարիների պատմություն ունեն եւ այժմ հայ-գերմանական փառատոնը միտված է որակապես նորաստիճան է բարձրացնել երկարամյա գործակցությունը։ Մենք այս համագործակցությամբ ցանկանում ենք նաև երկու քաղաքների միջև բարեկամական, մշակութային եւ միևնույն ժամանակ ինստիտուցիոնալ համագործակցությունը ընդլայնել եւ նոր զարգ հաղորդել եւ պատահական չէ, որ այս ծրագրում ընդգրկված են մշակույթի տարբեր ոլորտները եւ քաղաքում ընդգրկված են նաեւ մշակութային տարբեր կառույցներ։ Ֆրայբուրգի համալսարանի պրոֆեսոր Մարինա Ցվետաևա կենտրոնի ղեկավար Էլիզաբեթ Շորեն առանձնահատուկ կարևորություն է տալիս հայ-գերմանական այս գործակցությանը, ինչի վկայությունն է նաև, որ ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ, իսկ 2026-ը հատկանշվում է բազմաթիվ հոբելյանական համընկնումներով։ Այստեղ գալիս ես չէի պատկերացնում, որ այս տարին հոբելյանական է եւ շատ միջոցառումների հոբելյաններ են նշվում, որոնցից մեկը համագործակցությունն է Ֆրայբուրգի համալսարանի հետ, որը սկսվել է 1996 թվականին, իսկ 10 տարի առաջ ստեղծվել է Մարինա Ցվետաևա կենտրոնը, նաեւ 10 տարի է, ինչ առաջին անգամ եկա Հայաստան։ Մեր փառատոնի առաջին մասը մեկնարկել է Աշնանը, Գերմանիայում, եւ երկրորդ մասն արդեն այստեղ է Գառնանը, հայ արտկենտրոնում։ Հայ արտկենտրոնում արդեն բացվել է եւ մինչեւ ամսվա վերջ կգործի մեղադրանքը հայ խորհրդային տերորի ցեղասպանության ստվերի ներքո երամաս ցուցահանդեսը, որի համադրող Աննա Մարգուլիսն արդեն տարիներ շարունակ ուսումնասիրում է խորհրդային միության բռնաճնշումների ռեպրեսիվ մեքենան եւ պետական ահաբեկչության թեման։ Ցուցադրությունը ներկայացնում է լուսանկարներ, աուդիո եւ վիդեո նյութեր, ինչպես նաեւ դիմադրության եզակի օրինակներ։ Fearless Hope շրջանակելով ժամանակը ցուցահանդեսի հայկական կողմից համադրող Եվա Խաչատրյանն այս նախագիծը չափազանց հետաքրքիր փորձառություն է համարում եւ հեղինակային անդրադարձներն էլ քաղաքական պոեմներ է որակում։ Կոնցեպտը ցուցահանդեսի իրականում ժամանակի մասին է։ Յուրաքանչյուր արվեստագետ ինչ որ առումով անդրադառնում է ժամանակի բոլոր սեգմենտներին, անցյալ, ներկա եւ ապագա, եւ յուրաքանչյուր արվեստագետ անդրադառնալով այդ ժամանակի տարբեր սեգմենտներին ներկայացնում է իր ինչ-որտեղ քաղաքական դիրքորոշումը։ Ֆիլմերի ցուցադրություն, վարպետաց դասեր, գիտական համաժողով եւ ցուցահանդեսներ։ Մինչեւ մարտի 31-ը փառատոնային ծրագիրը մեծ բազմազանություն եւ հետաքրքիր հանդիպումներ է խոստանում երևանյան արվեստասերներին։ Նոնե Ալեքսանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։